Հակոբ Հակոբյան, խնդիրը հակադաշնակցական հայտարարությունները չեն։ Խնդիրը ձեր լավ կամ վատ թարգմանիչ լինելը չի, հարգանք ձեր ստեղծագործական կյանքին, թարգմանություններին եւ մնացած ամեն ինչին։ Խնդիրը այն է, որ դուք վերածվել եք պարզ պրոպագանդիստական գործիքի։ Հակոբ Հակոբյանը ունենալով սահմանափակում, ասում է դաշնակցությունը շրջաբերական է տարածել, ասել է դե լավ, դե ինչ պետություն, ինչ բան։ Կարաք այս խոսքերի ապացույց ներկայացնեք։ Դուք կարաք սրա համար պատասխան տաք։ Դուք սրա համար կարող եք, ասենք լավ, քաղաքական թիմը վերցրել է իր քարոզչական պրոպագանդան առաջագնում։ Դուք Ռուբեն Ռուբինյանն եք, Վահագն Ալեքսանյանի օգնականն եք, ասենք իրանց ասածը, որ կրկնում եք, պատասխանատվություն զգում եք, թե չէ։ Թե դա անպատասխանատվության արշավի մեջ դուք էլ մի հատ զինվորն եք այդտեղ։ Դաշնակցությունը հասկացանք, եկեղեցուն ինչի եք կպել տենց։ Վեհափարի հրաժարականի պահանջը ձեր մոտ երբ հասունացավ մշակութային գործունեության շրջանակներում, երբ որ Նիկոլ Փաշինյանը դրա մասին խոսեց, ինչը, այսինքն պարտադիր Նիկոլ Փաշինյանը պիտի խոսի, դուք դա պիտի հիմնավորեք, հետո ասեք քաղաքական չեզոքություն են պահպանում։ Ձեզ քննադատում ենք, ասում եք սահմանադրական նորմ եք խախտել, փաստում են, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ասում է, գիտեք ինչ լավ գրող է, ոնց եք համարձակվում քննադատել, ինչ լավ թարգմանիչ է։ Դուք մեզ չեք ներում ձեր հակապատկերը լինելու համար։ Այո, երդվում ենք։ Մենք երդվում ենք, այո, ունենք արժե համակարգ, այո, մենք կարծում ենք, որ անհատը կարևորագույն արժեք է, բայց հասարակությունը անհատից ավելի բարձր է, որպես ամբողջություն եւ հավաքականություն։ Այո, մենք կարծում ենք, որ պետությունը, անկախությունը նպատակ պետք է ունենան, եւ դա ազգի հարատեվության ապահովումն ու ինքնության պաշտպանությունն է։